Քոչարյան, դու 3 տարի իշխանության ես եղել, Ղարաբաղն էլ հետը 15 տարի։ Դու լավ գիտես, որ իշխանությունը, եթե ցանկանա, ինչեր կարա անի։ Դու լավ գիտես, չէ՞։ Բայց դու օրինակ ինչու երիտասարդներին բանին նման բաները չես հասկացնում, որ իշխանությունները եթե ցանկանան, ամեն ինչ էլ կարան անեն։ Խոսքի դու իշխանություն ես եղել, չէ՞։ Դու ասենք ինչ ուզել արել ես, հարյուրավոր մարդիկ ես սպանել, ասենք, մարդիկ են եղել իրանց մի հատ գլխից են խփել, մի հատ սրտից են խփել, ամեն ինչ էլ եղել է։ Մարդիկ են եղել վթարված են գտել, բայց բանով կրակված, ամեն ինչ էլ եղել է։ Դու ինչի օրինակ ես նոր քաղաքական գործիչներին, նույնիսկ Սամվել Կարապետյանին չես զգուշացնում, որ իշխանությունները կարող են ամեն ինչ էլ անել։ Արա, թող ես երկիրը խախանդ ապրի։ Դու լավ գիտես, որ առավոտը կարող է չհելնես քեզ էլ ինֆարկտ խփի, իշխանությունները կարան չի, ամեն ինչ էլ անեն։ Եթե այս իշխանությունները ոչինչ չեն անում, մի ստիպի էլի։ Ինչի եք ստիպում, որ այս իշխանություններն էլ նման բաներ անեն։ Ախր դուք գիտեք, որ երկրի, ցանկացած երկրի իշխանություն ամեն ինչի էլ ընդունակ է։ Ինչի չեք ուզում, որ ձեր երեխեքը, լավ, դուք դիկտատորներ եք եղել, բան եք եղել, ինչ չեք ուզում ձեր երեխեքը գոնե, ձեր թոռները, նրանք խաղաղ երկրում ապրեն։ Դուք չեք հասկանում այդքանը։ Քոչարյան, դու 15 տարվա իշխանության ստաժ ունես Ղարաբաղի եւ Հայաստանի։ Մնացածն էլ քոնն եղել, Սերժի ժամանակն էլ դու ես կառավարելուս եղել, դա գիտեն բոլորը, ուղղակի դուք մի մարդ եք էլի, Սեամսկի կատի ոնց ասած։ Հիմա ինչի չեք ուզում, որ մեր երկիրը լցվի խաղաղությամբ, մարդիկ խաղաղ ապրեն, ինչի եք ուզում, որ սրանք էլ սկսեն ձեր նման, առավոտը ինֆարկտ խփի քեզ օրինակ, ինֆարկտ խփի մեկ ուրիշը անմեղ վթարի ենթարկվի, դու գիտես, որ իշխանությունները կարող են, չէ՞ նման բաներ անել, ինչի է ստիպում այս իշխանությանը, որ սրանք էլ այդպես բաներ անեն, ինչի համար, ախր դա ձեր երեխանց համար էլա, չէ՞ վտանգ, լավ դու արել ես, կրկնում եմ, արել ես, ինչ քակ կերել ես, կերել չես, հիմա չկաս, հիմա էլ մարդկանց մեծ մարդ ես արդեն, խաղաղություն ցանկացի էլի արա, խաղաղություն ցանկացի, որ երկրում լինի խաղաղություն, ժողովրդի մեջ լինի խաղաղություն, ինչքան կարելի է մարդկանց ստիպել, որ գնալ դաժան քայլերի, ախր կգնան ես գիտեմ, որ չկա իշխանություն, ցանկացած ով ուզում է լինի, Նիկոլ չլինի, ով ուզում է լինի, որ ցանկանան, նրանց աբսոլյուտնի իշխանություն ունեն, ինչ ասես կարան անեն։ Մեկը կարա 5-րդ հարգից վեր ընկնի մեռնի, ախր դա պրոբլեմ չէ, Քոչարյան, դու գիտես։ Մի ստիպեք այս իշխանությանը, որ այս իշխանությունն էլ ձեր նման իշխանություն դառնա, թողեք մի քիչ էլ այս ազգը խաղաղ ապրի, մի քիչ գոնե խաղաղ ապրի, մի խեղդեք այս իշխանությանը, մի խեղդեք այս ժողովրդին, որ թուր թվանք վեկալեն, այ մարդ, մի արեք, ախր այս իշխանություն, դու լինելով իշխանություն լավ գիտես, եթե այս իշխանությունը ցանկանա, մեկ օրում Հայաստանում ընես կարգուկանոն կդնի, ձեր տան պատուհանների զանավես կեն, ասես մի ստից կքաշեք, նայեք դռանը մարդ կա թե չէ,
Ինչի եք ուզում որը տենցելի, ինչի համար։ Խիս են որ խաղաղ դուս են գալի մարդիկ, ապրում են, զբոսնում են, իրանց երեխանց հետ, թորների հետ դավատ, դե թողեք էլի։ Թողեք հեռացեք։ Մեր գու խոսքեր Սամվել Կարապետյան, եթե դու լսեցիր, ես ինչ Քոչարյանի համար ասեցիր, դու էլ ականջի տողարա։ Հետ որ ասում եք, բան անենք, նոր ընտրություն, ես մի բան, տղա ջան, մի հատ հետևի աշխարհում նման բաներ ոնց ալում։ Երկու ուժ, կես տոկոսի տարբերություն ա լինում, կես տոկոսի, ասենք ընդեղ 0.03%-ի, դրա համար հնարավոր է ինչ որ մի բան դատարանները անեն։ Հիմա ձեր մեջ 3 անգամ ավել տարբերություն կա, դու ասում ես սենց, մի արեք, մի ինգեք այդ Քոչարյան-Մոչարյանների կամ թեկուս Ռուսաստանի խելքին, ես մի բանին, մեր ես մի պուճուր հայրենիքում մի ղժբժուն գցեք, թողեք ես մարդիկ, ես ազգը մի քիչ էլ հանգիստ ապրի, ինչքան կարելի է, թողեք էլի արա, թողեք մի քիչ էլ հանգիստ ապրի։ Ով չգիտի, որ Հայաստանում դու 3% էլ չունես, ով չգիտի։ Փողի ռեխտալով աղքատ ժողովրդին, փողի ռեխտալով 2% եք հավաքել, գիտեք թե այդ տոկոսները ձերն ա, չէ։ Ես ճիշտն ասած, ես կասկածում եմ, որ դու փողով առել ես, որ քեզ Հայաստան պահեն։ Ընդեից փախել ես։ Ես խոսքը լավ խոսք չի, բայց տենց է գալի։ Դու եթե քո մտքին լիներ, մի 100 անգամ քեզ տվել էին Ռուսաստանին։ Ես չեմ կասկածում, եթե Պուտինը Նիկոլին ասեր, Նիկոլ, Սամվել Սարգսյանին հանձնում ես Ռուսաստանին, 5 րոպեից քեզ կհանձնեին Ռուսաստանին, բայց դու եկել ես, ստե մնում ես։ Ես մտածում եմ, մարդ եմ, մտածում եմ, որ հենց տենց էլ կլի։ Եթե դու ցանկանաս չկալանավորվես, ես մի բան, ես կասկածում եմ։ Ես ես իշխանություններին սիրում եմ, չէ, բայց կասկածում եմ, որ դու նրանց հետ զգովորի մեջ ես, որ մնաս Հայաստանում։ Սա կարող է գաղտնիք է, ես ասում եմ, բայց ես իմ մչից հորինում եմ ասում։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Ես հորինում եմ ասում, քեզ ուղղակի Հայաստանում պահում են, որ Ռուսաստան քեզ իմ ասածի չանեն իշխանությունները։ Ես մտածում եմ, որ հնարավոր է տենց լինի։ Ուրիշ բան չասեմ։ Թողեք այս երկիրը խաղաղ ապրի, աղբերներ ջան։ Նայում եք, մի հատ Նիկոլով դուք էլ հիացեք։ Միակ աշխարհում միակ երկրի ղեկավարն է, որ Պուտինին հակառակվել է։ Հակառակվել չի, մի հատ այնց խելացի քաղաքականություն է վարում, որ Պուտինը չգիտի այս մարդու հետ ոնց վարվի։ Հասկանում ես։ Չգիտի, մարդը շշկրվել է, Պուտինը չգիտի ոնց վարվի, արդեն երեխական բաներ է անում Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ։ Ես որ ասում եք Հայաստանին սանկցիա տվել, ով է ձեզ ասում, մի հատ ֆուրի շոֆեր, մի ֆուրա, ասենք ծիրան է բերում Ռուսաստան, 100-200 հատ Ռուսաստանի քաղաքացիներ այդ ծիրանը առնում են տանում վերավաճառում, որ ապրեն։ Իրա քաղաքացիներին է սանկցիա տվել, ոչ թե հայ ֆուրի շոֆերին։ Սամվել ջան, չխառնեք, ժողովրդին մի խաբեք, ժողովրդին ճիշտն ասեք, ամեն ինչը ճիշտ է։ Էսա, թողեք, տղա ջան, թողեք այդ երկիրը, այդ ժողովուրդը մի քիչ ապրեն։ Դուք էլ համոզվեք, որ Նիկոլը այսինչ ձև քաղաքականություն է վարում, որ այդ մարդուն ոչ ձեր ֆիգուրից ունի, ոչ ձեր տեսքից ունի, ոչ ձեր փողերից ունի, ոչ մի բանից չունի, բայց ամբողջ աշխարհը հմայվում է այդ մարդով։ Միայն մի հատ դիկտատոր է, չի հմայվում մեկ էլ հայերը։ Խելոք ապրեք էլի ձեզ համար, ինչ եք ուզում, թողեք այդտեղ էլ հայը Հայաստանը ապրի էլի։ Եվ վերջ։
Մի դրթեք, գալիս եմ առաջվա խոսքից, մի դրթեք, որ այդ իշխանությունն էլ դառնա շատ վտանգավոր եւ ժողովրդի համար, եւ ձեր համար, եւ բոլորի համար։ Մի դրթեք այդ իշխանությունը նման քայլեր անեն։ Կանեն ախր։ Ոչ մի բան չի փոխվել, այն նույն մարդիկն են, մի Նիկոլա փոխվել։ Կանեն։ Այն նույն Քոչարյանի ծառայակալին, որ այդ բաները անելուս են եղել, հիմա Նիկոլի մոտ աշխատում են բոլորն էլ։ Մի արեք էլի, ձեր ցավը տանեմ։ Թողեք հայ ազգը մի քիչ էլ Հայաստանում իրան լավ զգա էլի արա։ Ժողովուրդը մի քիչ իրան լավ զգա, մի քիչ իրան մարդ զգա էլի, մի քանի տարի էլ իրան մարդ զգա, մի քանի տարի էլ իրան ստրուկի նման չզգա էլի։ Մի անգամ էլ հայը ինքն ասի, ես թափ կտամ ռուսի վրա էլ, թափ կտամ թուրքի վրա էլ, թողեք մի անգամ էլ հայը ասի էլի իր երկրի մեջ գոնե։ Թողեք էլի ինչ եք ուզում, ինչի եք տանում, են բանի, որ հայը անընդհատ կզած պետք է մնա բոլորի առաջ։ Թողեք էլի։ Մի խոսքով, լավ եղեք ժողովուրդ ջան։ Մինչ երեկո, վաղը հայտարարում են, արդեն ամսի 14-ին հայտարարում են, որ ով է հաղթել, ով չի հաղթել, ոչ մի բան, ոչ մեկը չի էլ կարող։ Դու մանդատները սուսարած վեկալելու են, այդ հարիվները գնան նստեն իրանց 1 միլիոն դրամը ամեն ամիս ստանան ուրախանան։ Ուրիշ ոչ մի բան, իբր չենք ճանաչում դրանց, առաջ անգամ չի հո։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։